Բարևներ ձեզ, ուզում եմ մի քանի ակնարկ կատարել այսօրվա Սամվել Կարապետյանի մամլո ասուլիսի մասին, այն երկու անգամ դիտեցի ծայրից ծայր, շատ ավելի դրական հետք թողեց, քան նախորդ տարբեր ֆորմատի զրույցներ, լրագրողների հարցերի շնորհիվ եւ նրա ավելի, այսպես բովանդակալից պատասխանների շնորհիվ, բայց ուզում եմ անդրադառնալ այսպես մի քանի կետերի։ Նախ ընդհանուրը շատ ողջունելի է նրա պատասխանները Ադրբեջանի նկատմամբ, ինչպիսի քաղաքականություն է վարելու, ինչ շատ է դուր գալիս իր պահվածքը, բավականին այսպես հավատ է ներշնչում։ Ես գտնում եմ, որ նա չի պատրաստվում մեզ խաբել թռնել, ոնց որ Քոչարյանն արել 2021 թվականին, լսելով այդ պատասխանները, ես զգում եմ ավելի հայրենասիրություն եւ հատկապես շատ հաճելի էր իր պատասխանը այն լրագրողին, ով հարցրեց, որ Ռուսաստանը զենքեր էր վաճառում Ադրբեջանին, իսկ դուք ինչ եք արել եւ այլն, շատ լավ պատասխան հնչեց, որովհետև իսկապես եթե Ադրբեջանը հետապնդում է հայտարարել նրա նկատմամբ, ուրեմն նա արել է այնպիսի գործունեություն, որ Ադրբեջանը նրան այսպես թիրախավորի։ Մյուս հետաքրքիր պահը, որ տարօրինակ է, երբ որ լրագրողը հարցրեց, իսկ ով է, եթե դուք վարչապետ լինեք, ով է լինելու նախագահ, ովքեր են լինելու ձեր կառավարության կազմում, ով է լինելու ձեր անվտանգության ծառայության պետը, ազգային անվտանգության ծառայության պետը, ինչին ի պատասխան Սամվել Կարապետյանը ասաց, որ եթե անուններ տա այդ մարդկանց, ապա նրանց կբռնեն կտանեն, լրագրողը նորից շարունակեց պնդել անուններ տալ, ես զարմանում եմ, ոնց որ դուք ինչ-որ ուրիշ իրականության մեջ եք ապրում, որ տենց իրոք կբռնեն ու կտանեն, ու շատ լավ էր, որ այդ պատասխանն էլ չհնչեց, բայց օրինակ մեր լսարանում մենք այնտեղ հավաքվում ենք մարդկանցով, ովքեր բոլոր ցույցերին են մասնակցել, եւ 2018 թվականից ամեն օր այս ամենին են հետևում, ոչ մի բանի հանդեպ անտարբեր չեն, եւ մեզ բոլորիս դուր չի եկել այն պատասխանը, որ եթե իշխանությունները հաղթեն, դուք մանդատներ կվերցնեք, թե ոչ, պատասխան չհնչեց, իսկ դա հարցերի հարցն է, 2021 թվականի այսպես կոչված ընտրությունների հիմնական տրավման, որ բոլորիս է հասցվել, դա այդ խաբեբաների, ֆանարիկ շոուների հայտնի հեղինակների մեզ խաբել, մեր վրայից թռնել ու մեզ մեղադրելն է, մանդատները խելոք եւ խոնարհ ձևով ընդունելն է եւ դրանք մոնետիզացնելն է, պարգևավճարներ, падավատներ, պայեստկաներ եւ բազում միլիարդանոց արժեքի տենդերների, ինչի համար եւ նրանց եւ ԿՊ-ի տարբերությունը ոչ մի բանում չի կայանում, իրենք հավասարապես ծառայում են թուրքական օրակարգին, իրենց օրոք Արցախ է հանձնվել, մեզ տուն են ուղարկել։ Հաջորդ պահը, որ շատ կարևոր է, ուզում ենք հասկանալ Պարոն Կարապետյան, ոչ ոք կասկածի տակ չի դնում, ոչ ձեր հայրենասիրությունը, ոչ այն ինչը որ այն ճանապարհը, որ դուք անցել եք, որի հիման վրա դուք կարող եք իրականացնել որոշակի գործունեություն։ Կասկածի տակ չենք դնում, որ ինչպիսի ինքնավստահությամբ ներքին ուժով լծվել եք այս ընտրություններում, բնական է, որ դա ընտանեկան որոշում է եղել, որ դա դժվար որոշում է եղել, որ դուք մինչև հիմա տնային կալանքի տակ եք, այդ բոլորը կասկածի տակ չի դրվում, այն որ դուք իսկապես ամեն ինչ կանեք ի տարբերություն 2021-ի կռողի, որ դուք ամեն բան ձեր ուժերից ելնելով կներդնեք, կանեք, որպեսի այդ process-ում դուք հաղթեք, դա կասկածի տակ չի դրվում եւ լրագրողներին էլ խնդիր կա ճիշտ ձևակերպելու հարցը, ասելու, որ մոլդովական սցենարը ահա այսպես է աշխատել, երբ որ հաղթող կողմին դաժան ռեպրեսիաներով ճնշել են, նստեցրել են եւ հաղթանակը արհեստականորեն վերագրել են մեկ այլ ուժի, ով որ եվրոպական այդ գագաթաժողովին եկել էր իրենց ծաղիկներով ընդունում էին Երևանում, ով որ ակնհայտ հակառուսական օրակարգ է տանում, իդեպ այստեղ փակագծերում նշեմ, շատ կարևոր էր պարոն Կարապետյանի կողմից նշելը, որ Նիկոլը հիմա Եվրոպային հակառուսականության փաթեթ ունի վաճառելու եւ այդպես էլ վաճառում է, որպեսզի մնա իշխանության, դա պետք է հնչեր, դա շատ կարևոր էր։ Կասկածի տակ չի դրվում այս ամենը։ Մոլդովական սցենար նշանակում է
քաղաքացիները որքան էլ իրենց ձայնը ձեզ տան, որքան էլ հասարակությունը ձեր կողմից լինի, որքան էլ իրենց կողմից աջակցվող ուժի ռեյտինգը ցածր լինի, որքան էլ որ ակնհայտ լինի, որ նա չի հաղթել, միևնույն է հաղթանակը վերագրելու են նրան, ձեզ պիտակավորելով որպես ռուսամետ եսիմինչ, իրանց ինչ-որ ռուսաֆոբական բաներից ելնելով, ու սարսափելի ռեպրեսիաների ալիք սկսեն Հայաստանում։ Եվ ձեզ զուգահեռ պատահական չէ, որ էշեշ դուրս էր տալիս այդ թափթփուկը, ինքն էլ էր Մամլո Ասուլիսի փրթե կազմակերպել, որի հիմնական միտքը նա էր, որ երեք հիմնական ուրեմն ընդդիմադիր ուժերից ոչ ոք խորհրդարան չի մտնելու, ինքը այդպես երբ որ խոսում է, այդպես իրեն խոստացել է Մակրոնը եւ ոչ թե պարապ օդ է խոստացել, այլ կոնկրետ մեխանիզմ է աշխատում, ընտրությունները կեղծելու, վարչական ռեսուրսը ուժի դնելու, այդ օրերին արհեստականորեն ուռճացնելու, ձեր ձեռքբերումները նվազեցնելու եւ այլնի ուղղությամբ, ինքը դա երբ որ ասում է, դա կազմակերպել է արդեն, հասկանում եք վերացական չի ասում, մենք երբ որ հարցը տալիս ենք, իսկ ինչ եք անելու դուք, մենք ուզում ենք հասկանալ, դուք պայքարելու եք ամեն կորսված, ամեն կեղծված ձայնի համար, որտեվ ինքը կեղծելու է, իդեպ այստեղ նշեմ, եւ դուք շատ լավ եք անում, որ ասում եք այդ սունկ ուտող, տարօրինակ ծագման սունկ ուտող ու Մակրոնի հետ զասուս անող կենթանին ինչ ուզում է ասի, դուք իր խոսքերին չեք անդրադառնալու, շատ ճիշտ եք անում, իրա ոչ մի խոսքին չի կարելի անդրադառնալ, նա պետական դավաճան է, բայց այդ նույն կատեգորիայով այդ թափթփուկը ում խոսքերն արժանի չեն, որ իրեն անդրադառնան, չի փոխվում, այլ կատեգորիա չի դառնում, երբ որ նմանի հետ որոշում եք, որ ընտրությունների գնալը, դուք նշեցիք նույնիսկ լեգիտիմ ընտրություններ, որ դուք օրինական ճանապարհով ընտրություններով կփորձեք, չգիտեմ ինչ, չի լինելու այդ օրինական ճանապարհը, չի տրվելու, մեզ համար անհասկանալի է, ինչ պարամետրերով եք դուք մտածում կոնկրետ մոլդովական սցենարի դեպքում դիմակայել, դա նշանակում է փողոցային հոծ պայքար, դա նշանակում է ոչ միայն ընտրությունների օրը պայքար, մինչև ընտրություններ պայքարը ընդ որում ավելի շատ շանսեր կտա մեր հայրենիքին ազատագրվելու եւ ձեր երազած պետության ձևաչափին անցնելու, եթե մենք նրան հեռացնենք մինչև ընտրություններ, մենք սա չենք լսում ընդդիմությունից, իսկ դրա լեգիտիմ ճանապարհ կա Մենք դա ենք ուզում հասկանալ, որովհետև պարամետրը ընտրությունների դրված է հակառակորդ կողմից մեր թշնամի երկրների, մեզ հակառակվող գեոքաղաքական շահեր նկրտումներ ունեցողների կողմից դրված է մոլդովական սցենարի ձևաչափը, դա կոնկրետ սցենար է, դա կոնկրետ քայլերով, դրամական միջոցներով, Ֆրանսիայի հատուկ ծառայությունների արկայությամբ, Եվրոմիության կրկին հատուկ ծառայությունների բեքգրաունդ ունեցող կերպարների ներգրավմամբ որպես դիտորդներ, որ դա սարքեն հնարավորինս սարքովի կեղծ իրենց այս թափթփուկին աթոռին պահելու, որի առումով ունեն համաձայնվածություն իրենց համար այսօր կենսական կարևորություն ունեցող նավթով, գազով ապահովող Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, եւ Մակրոնը ինքը դեմ չէ Հայաստանի ադրբեջանաթուրքական վիլայեթացմանը։ Դրանով է գովում նա Նիկոլին։ Մակրոնը մեր թշնամին է, դուք իր այս ամբողջ նախագծած փաթեթին համաչափ պայքար գծած ունեք, թե ոչ։ Ձեր խոսքերին չենք կասկածում, ձեր անձնական հատկանիշներին, այն որ դուք հայրենիքին նվիրված եք մինչև վերջ կգնաք, դա ես առհասարակ ոչ կասկածում եմ, ոչ մեր լսարանից որևէ մեկը, մենք դա չենք կասկածում։ Իմ կասկածը գալիս է այն պահի վերաբերյալ, որտեղ մեզ պարզ չէ ձեր թիմի ռազմավարությունը տվյալ սցենարով ընտրությունների դեպքում ժողովրդին պայքարի առաջնորդելու եւ այդ պայքարի իր տրամաբանական ավարտին բերելու հնարավորությունները դուք ինչպիսի հնարավորություններ եք ստեղծում հիմա այս պահին այդ ուղղությամբ ես նույնիսկ ընդունելով որ եթե կա նման ծրագիր իհարկե դուք դա չեք բարձրաձայնի որտեվ կբռնեն կտանեն եւ այլն ես տեսնելով ովքեր են այդ ձեր թիմը քանի որ այնտեղ կա 2021-ի սցենարիստների մի ամբողջ կուտոկ ովքեր ժողովուրդ առաջնորդելը համարում են կանգնեն իրենցից տարիքով բարձր իրենցից փորձով ավելի շատ բաներ արած հոց բազմության իրենց համակարգացիների արչև ու պոպուլիստական կոչերով գոռան ժողովուրդ ջան մենք ձեր ցավը տանենք դուք չեք պատկերացնի ինչքան մենք մոտ ենք մեր հաղթանակին
Չէ, ես ուզում եմ պատկերացնեմ, ինչքան մոտ եմ ես իմ հաղթանակին, կոնկրետ պարամետրերով, ըստ այդմ նման կերպարը կարող է լինել ձեր իրավաբանական թիմում, ես դրա հետ խնդիր չունեմ, թող իրավաբանությամբ զբաղվի, բայց կոնկրետ ազգային ազատագրական պայքար եւ անձի որակներ, որով պետք է առաջնորդել այդպիսի պայքարը, ես ձեր շուրջը չեմ տեսնում ներառյալ ձեր մամլոք քարտուղարուհիով, հարգելի Մարիանայով, ով որ հայտնի է իմպիչմենտը սվաղելու իր հսկայական գործունեությամբ, որի համար ինքը նույնիսկ լայեղ չի անում եւ ոչ միայն դա, ներողություն խնդրել։ Այդ բոլոր մարդիկ, պարոն Կարապետյան, իրենք մեզ խաբել են 5 տարի շարունակ 2021-ից մինչև հիմա իրենք մեզ խաբել են, ձեր շրջապատի մարդիկ մեզ 5 տարի խաբել են, բացառությամբ որոշ անձանց, որոնց ես չեմ տեսնում առաջին դիրքերում, ես իրենց տեսնում եմ երկրորդ, երրորդ դիրքերում, ես ձեր առաջին դիրքերում տեսնում եմ անձանց, ում Նարեկը Կարապետյան իր շուրջը հավաքեց իր քավորի պարամետրերով, երբ որ դուք ձեր դեմ հալածանքները սկսեցին։ Ես այդ մարդկանց որ նայում եմ, ինձ դա ոչ մի հույս, ոչ մի բան չի ներշնչում։ Այսինքն հարգելի լրագրողներ, մոլդովական սցենարի պարամետրով ես չեմ տեսել, որ նախ դուք խորքային վերլուծություն անեք, երկրորդը այդ պարամետրերը հնարավորինս բացատրեք մանրամասնորեն ուժեղ Հայաստանի թիվ 1 դեմքերի հետ մամլո ասուլիսների ժամանակ, որովհետև իրենք դա տանում են այնպիսի դաշտ, կարծես մենք կասկածում ենք, որ իրենք նվիրված են, կամ մենք կասկածում ենք, որ իրենց հավատին, իրենց սկսած գործընթացի հանդեպ։ Սա անձնական խնդիր չէ, մենք որևէ կերպ դա կասկածի տակ չենք դնում։ Ես ուզում եմ իմանամ, դուք, պարոն Կարապետյան, եւ ձեր եղբոր տղան դրոշը կվերցնեն, կասեն ինպես քաղաքացիներին իմ ետևից, որովհետև ես ձեր մնացած խոսույթից տեսա հայրենասեր մարդ, տեսա մարդ, որ անմասն նվիրված է իր հայրենիքին, հստակ պատկեր ունի, ինչպես իր երկրի ռեյտինգ չասեմ, իր երկրի դեմքը ցույց տալ ամբողջ աշխարհին, ես տեսա, որ դուք եկեղեցու նվիրված մարդ եք, որևէ կասկած այս առումներով չկան, եւ ես շատ հարգեցի ձեր պատասխանը Միքայել Սրբազանի որպես նախագահ դառնալու վերաբերյալ, ուղղակի շատ շնորհակալ եմ նման պատասխանի համար, որովհետեւ задолбали те, которые задают такие вопросы, զզվել եմ ես ձեզնից, հարգելի լրագրողներ։ Ինչպես որ задолбали те, որ գալիս եք իբր թե հարցեր տալու, ինչ որ բանից, ինչ որ զապիսից բան եք կարդում, ինչ որ քարտ էլի, էսի հակակոռուպցիոն մարմինը արձանագրել է, այդ ձեր ուժեղ Հայաստանից էս ինչ մարդը սենց բան է խոսացել ձայնագրության մեջ, ինչ եք ուզում, ինչա։ Նիկոլը ձեզ սաղետ է ձայնագրում, ձեր մեջ լիքը կա, Նիկոլից փող էլ է ստանում, դավաճանից, հող հանձնողից, Հայաստանը վաճառածից եւ մեկ ուրիշ դիտարկում էլ, երբ որ նա ասում է սեպտեմբերին պատերազմ կլինի, եթե ես չընտրվեմ, նա Օվերտոնի պատուհան է բացում, համաձայնություն կա արդեն որ սեպտեմբերին պատերազմով Ադրբեջանը առաջ է գալու, որ մեր հողերը վերցնի։ Դա հաշվի առնելով, ինձ հետաքրքիր չեն իր հետ ընտրությունները։ Ինձ հետաքրքիր է իմպիչմենտի գործընթացը։ Երեք Ռումինիայում իմպիչմենտի են ենթարկել այն իշխանություններին, ովքեր մոլդովական, ռումինական սցենարով Մակրոնի ուղղորդմամբ Ֆրանսիայի հատուկ ծառայությունների ուղղակի մասնակցությամբ բերել են իշխանության եվրոլիբերալները 10 ամիս առաջ։ Նրանց քաղաքական էլիտան անգամ այդ ուժի հետ կոալիցիա կազմած իշխանություն ներկայացնող ուժը նրանցից հեռացել է ընդդիմության հետ կոալիցիա է կազմել, որպեսի անվստահություն հայտնի։ Եվ իրենց հաջողվել է։ Այդ ինչ լրագրողներ եք, որ անվստահություն հայտնելու process-ի մասին ոչ մի հարցեր չեք տալիս։ Задолбали։ Ուրեմն բոլորիդ ինչ որ ուժ հովանավորում ֆինանսավորումը գալիս եք ձեր ուժի օրակարգից դուրս գտնվող հարցեր չեք տալիս։ Մյուս նման հարցը, ես հասկանում եմ, որ դուք հայրենիքին նվիրված եք, ասում եք անգամ եթե Մոզամբիկը գտնենք, որ օգտակար է եւ Մոզամբիկի հետ համագործակցենք, մեր հանուն մեր հայրենիքի, ուրեմն մենք ունենալու ենք Մոզամբիկի հետ հարաբերություն։ Ես խնդիր չունեմ Մոզամբիկի հետ եւ ես չեմ կարծում, որ Մոզամբիկին լինելով Նիկոլի Հայաստանում, որտեղ Նիկոլի իշխանությունը այնքան կա, որ իր այդ ընտրությունների է գնում, դուք Մոզամբիկին անուն դնեք, էլի, դա շատ տարօրինակ բան է։ Եվ հաջորդը Մոզամբիկ ասելով ինչ նկատի ունեք, Իսրայելի նկատի ունեք, որտեղ ես Նարեկ Կարապետյանից լսել եմ հանուն հայրենիքի մեզ պետք լինի, այո, մենք նրանց հետ էլ կհամագործակցենք, հանուն հայրենիքի ստացվում է, որ նրանց հետ չի կարելի համագործակցել։
Իրան-Իսրայել խնդրում, որտեղ է պարոն Կարապետյանի թիմի դիրքորոշումը։ Կա լրագրող, որ այդ հարցը տալու է, որովհետև Իրանից հետևում են այս ամենին։ Եվ ես կուզենամ իմանալ, այդ իսրայելցի գեներալը ինքը խորհրդատվություն է իրականացնելու ձեր իշխանության ժամանակ։ Ինքը հələ սաղ է, որպես ձեր թիմի ինչ-որ տենց մաս։ Ինչի։ Այս հարցը ինչ չեք տալիս։ Եթե ռուսական հոբ համակարգերը ամենաուժեղ հոբ համակարգերն են, եթե չինական դրոնները, իրանական դրոնները ամենաուժեղ դրոններ են, ինչ գործ ունի իսրայելցի գեներալը Հայաստանում ինչ-որ գործունեությամբ զբաղվի։ Կարող է ինքը Իսրայելը չի սիրում, կարող է ինքը հրաժարվել է, կարող է ինքը տենց պրям մարդու իրավունքների տենց կյանքի է սետապում որոշել է, որ պաղեստինցիները հավասար իրավունքներ ունեն, լիբանանցիները հավասար իրավունքներ ունեն իսրայելցիների հետ։ Կարող է ինքը իսկականից զզվում է Նետանյահուից, այնքան որ գնալու է, չգիտեմ, Նավտալի Բենետին ինչ որ ձայն տա, լիքը կարողաներ կա, բայց ինքը որպես այդպեսին ինքը ինստիտուցիոնալ կերպար է, այդ ինստիտուցիոնալ կերպարը մեր գեոքաղաքական շահերին խփում է, որտեղ ներկայացնում է մի երկիր, ով ամեն ինչ արել է, որ Արցախը օկուպացվի Ադրբեջանի կողմից եւ ներկայումս այնտեղ հսկայական ներդրումներ է արել, ռազմական օդանավակայաններ է կառուցում, ճանապարհաշինարարությամբ է զբաղված, այնտեղ գործակալական իր ցանցն է ներթափանցել, որպեսզի Իրանի դեմ գործողությունների ունի նախապատրաստություն, որոշակի բազային աշխատանքներ տանեն, ռազմական հետախուզություն, քաղաքացիական հետախուզություն, այսինքն Արցախը ամեն ինչ արած, որ Արցախը հանձնվի Ադրբեջանին երկրի հետ, ինչ որ տենց գեներալ բերել իրանց շարքերն են դրել, բայց դուք դնում եք ու ինչ որ տենց ձեզ կապում են Ռուսաստանի հետ, ինչի հետ կապեն, 3 միլիոն հայ Ռուսաստանում է, քանի միլիոն է, ներեցեք, եթե սխալ եմ ասում թիվը, բայց ամենամեծ համայնքն է մեր, ամոթ է հիմա, եթե Եվրոպան չկա այնքան, որ Ռուսի հետ նստի, իր խաղաղությունը քարոզած, որ մեզ է քարոզում թուրքերի ադրբեջանցիների հետ, մեզ ինչ է քարոզում, թող ինքը անձնական օրինակով ցույց տա ինքը ոնց է Ռուսաստանի հետ կարողանում խաղաղություն կնքել, անգամ եթե ինքը համարում է Պուտինին դիկտատոր, Պուտինը վատնա, Պուտինը էսա, Պուտինը Ուկրաինայի արել էս արել են, արել այդ բոլոր չափանիշներով, Եվրոպան ասում է, հերիք չի, ես իր հետ չեմ խոսում, գալիս քեզ էլ ասում է, ուզում եմ դու էլ չխոսաս Հայաստան։ Բայց Ալիևը ու Էրդողանը, որ դիկտատոր են, քեզնից հող են վերցրել, քեզ կոտորել են, քեզնից գողացել են, քեզ ծաղրում են, քո պատմությունը ջնջում են, լեզուդ ծաղրում են, եկեղեցու դեմ ուղակի հարձակում են գործում, սպառնալով անգամ ոչնչացնել քո կաթողիկոսին եւ այլն, Եվրոպան եկել ասում է, ես քեզ խաղաղություն եմ քարոզում։ Ոչինչ որ քեզ կոտորում է, ոչինչ որ սեպտեմբերին գալու է քեզ բնաջնջի, դու նստի հետ խաղաղություն հաստատի։ Ու դուք էլ երևի տենց փորձեք իրանց աչքը մտնելու համար, ասեք, տեսեք, մենք իսրայելցի գեներալ ունենք, հույն գեներալ ունենք, պետք չի, հույն ու իսրայելցի դա, հույնը ՆԱՏՕ-յա, իսրայելցին են Իսրայելը։ Ռուսաստանում հայ գեներալները վերջացել են, ովքեր հոբ համակարգերից չեն հասկանում։ Իրանում հայ մասնագետները վերջացել են, որ կարող են գային շահեդ դրոնների մասին հետաքրքիր դասախոսություններ կարդային։ Ծագումով հայ։ Ձեր գործարար միտքը, պարոն Կարապետյան, չի կարողանում կոնտակտներ ունենա Չինաստանում, չինական պաշտպանության համակարգի վերջին նվաճումների մասին որոշակի այսպես ներդրումներ ունենանք Հայաստանում։ Ինձ այդ հարցը ամենաշատն է մտահոգում, որովհետև դա առանցքային է գեոքաղաքական ձեր ուղղվածության հարցում։ Ինչ է նշանակում բոլորի հետ կհամագործակցենք, չկա, որ քո ազգային շահերին դեմ է։ Ես ձեր ազգային անվտանգության տեսլականը չեմ տեսել։ Ես չեմ տեսնում այնտեղ կոնկրետ հստակ գիծագրված, որ պրոյեկտը, որ երկրի հետ, որտեղ ոնց են կանելու։ Սա այդ իմ համար ամենաբաց խնդիրն է, եւ ես բոլոր պարամետրերից ելնելով կրկնում եմ։ Ամենաշատ սատարող ունեցող թիվ 1 ընդդիմադիր ուժ որպես պատրաստեք մինչ ընտրություններ առաջնորդել համազգային ցասումը, որովհետև մեզ համար անընդունելի է անասունի հետ գնալ ընտրությունների։ Իրենք խաբելու են, իրենք կոծկելու են, իրենք ձեր գլխին կարողանան խաղացնել նույն խաղը, ոնց որ խաղացին Ռուբեն Վարդանյանի գլխին։ Ես չեմ ուզում, որ դա ձեր հետ պատահի, ես չեմ ուզում դուք հայտնվեք ինչ-որ մի բանտում, որ բանտապահի անուն ազգանունը լինի թուրքական, որ մենք ձեր նկարով պոստեր դնենք, որ ձեր կինը բաց նամակներով դիմի աշխարհի տարբեր երկրների, չգիտեմ ինչերին։ Ես չեմ ուզում այդպիսի իրավիճակ։ Ես իրոք ուզում եմ մենք ունենանք նորմալ հայեցի իշխանություն, դրա ամենակարճ ճանապարհը անվստահություն հայտնելու գործընթացն է։ Փողոցային պայքարով փակում ենք ամեն բան, ամեն կետ, ամեն ինչ։
Բերում ենք ԿՊ Հայաստան դաշինք ընդդիմադիրներին, ասում ենք անվստահության գործընթացը սկսեք ու կազմվում է ժամանակավոր կառավարություն, որտեղ կարող է Նարեկ Կարապետյանը չդառնա կառավարության անդամ։ Ինքը կարա ինչ-որ մի ձևով Պիրիժվատյանի կամ դուք։ Ու հետո հայտարարվի ընտրություններ ու դուք նորից այդ հանգիստ գեղեցիկ ատմոսֆերնի բաները կանեք այդ, բայց ոչ տնային կալանքի տակ արդեն։ Ժողովուրդը բոլորից կլսի, հանգիստ հոգեվիճակում կլինի, մենք հանգիստ հոգեվիճակում չենք։ Մեր հարևանությամբ ամեն վարքյան կարող է վերաբռնկվել պատերազմ, որը ուղղակիորեն որոշակի սցենարով զարգանալու դեպքում ազդեցություն է ունենալու մեր վրա։ Իսկ այն ինչ որ սեպտեմբերին է նախապատրաստվել, տեղի ունենալու անկախ նրանից, Իրանի հետ ինչ կլինի, Թուրքիայում ինչ կլինի, անկախ այդ ամենից։ Մոլդովայի սցենարով, մոլդովական սցենարով մեզ սպառնացողները միանգամայն աչքները փակ են պահում Թուրքիայում տեղի ունեցող ամբողջ ընդդիմադիր ուժի բանտարկությունների բռնաճնշումների դեմ, որը անլսելի բան է եղել։ Իրենք են հենց այդ ուժին դավաճանել, որովհետև Էրդողանը ասել է, ես նորմալ ծառայում եմ, ինչ խնդիր կա, ինչ որ ուրիշ մեկը գա։ Որովհետև իրենք կզած երկիր են։ Իմ երկիրը կզցնում է այս անասունը Էրդողանի տակ ու չերես Էրդողան կզցնում է Եվրոպայի առջև։ Ես չեմ ուզում իմ ընտրություններում Հայաստանյան, ինչ-որ Կայա Կալասի նշագծած մոլդովական սցենար լինի։ Для меня это неприемлемо։ Մեր ընտրությունները պետք է լինի նորմալ համազգային, թե ինչ անդե Կայա Կալասը մտածում, թողնիլը մարդու հետ այտենց հայտնաբերի կամ չէ հոգեբանի մոտ թողնա։ Ու ոչ մի գումար թող իրանք չտանում, ես ոչ մի բան չասեմ։ Դրա ամենակարճ ճանապարհը իմպիչմենտի ճանապարհն է։ Ես այդպես եմ գտնում ու ես գտնում եմ, որ բոլոր ցույցերին պետք է գնալ ամբողջ ազգով, որ մենք հետո ասենք, մենք բոլորս եկել ենք, դու ինչ արեցիր մեր հետ, ուղարկեցիր ընտրությունների։ Ու գնանք ու այդ նույն մարդկանց, այդտեղ մարդիկ կան պարոն Կարապետյան, որ մարդիկ 2021-ից մինչև հիմա, տարին մի 3-4 սեզոն հարց են տվել, ասել են ինչու եք դուք մեզ տուն ուղարկում, ու իրանք ասել են դուք չգիտեք, մենք բան գիտենք, որ դուք չգիտեք։ Ձեր պատասխաններից այնպեսի տպավորություն է, որ էլի տենց է, ու ոնց որ թե դուք իրանք հավատում եք դրան։ Այդ մտածելակերպին։ Դա մեր համար անընդունելի է։ Մենք պայքարի ընդունակ, քաջ հայ մարդիկ ենք, մենք շատ ենք, եւ մենք բարապսարապ բաների ժամանակ չունենք։ Մեզ կոնկրետ պետք է ասեք, որ դուք ընտրություններից առաջ ու ընտրություններից հետո ընդունակ եք պայքարելու հանուն հայրենիքի։ Ինձ հստակ պատասխան է պետք, եթե մյուս կողմը հաղթեց, դուք մանդատները ուսիկ-պուսիկ այսպես վերցնել եք, ոնց որ Քոչարյանի կուտոկներ արել։ Մեզ կոնկրետ պատասխան է պետք։ Ինչ եք անելու այդ դեպքում։ Գնալու եք խապված, կեղծված ձայների հետևից։ Այդքան էլ ասեք, մեզ բավարար է, այդ էլ չեք ասում։ Այս կետերն է շատ կարևոր։ Ու Ռումինիայի кейսը, Բուլղարիայի кейսը, ես չգիտեմ ձեր թիմում մարդիկ կա, որ ուսումնասիրում, ես իրանց խոսույթից հասկանում, իրանք ոչ մի բան չեն ուսումնասիրում, իրանք ապրում են իրանց աշխարհում, որտեղ դուք ընտրություններում հաղթում եք։ Բայց իրական աշխարհը մի քիչ ուրիշ ձև է։ Դուք այդ սցենարները ինքներդ կարդացեք ու առաջնորդեք ժողովրդին։ Ու ես ձեր տեղը լինեի, ոչ Ռուսաստանին կնայի, ոչ Եվրոմիությանը կնայի, ոչ իրենց խոստումներին, ոչ իրենց սպառնալիքներին։ Հայաստանակենտրոն պայքարի օրակարգ եմ ես սպասում։ Ես այն եմ ուզում տեսնել, իսկ մարդկանց շատ եմ խրախուսում անպայման գնալ ցույցերին, կամերաները միացրած հարց տալ այդ հետաքրքիր թիմից, ովքեր ես կասկած չունեմ, վաղը կաստում շլվարով էլ ինչ-որ բեմի վրա են բարձրանալու ու տենց ինչ-որ, չգիտեմ, ինչ ասեմ, գեղեցիկ ճառեր։ Ես գեղեցիկ ճառ ոչ կարում եմ լսեմ, ոչ դրա իմաստն եմ հասկանում, անձամբ ես դա չեմ ընդունում, պետք է գնալ ու իրանց ասել, որ անձամբ մենք սա չենք ընդունում։ В общем, սա է իմ ասածը, իսկ ինչ վերաբերում այնտեղ, չգիտեմ, Մարիա Զախարովայի ասածին, որ մենք չենք սպասում, որ դու այսպես կանես, ինչ որ տես Նիկոլին, իզուր ասում, որ չէր սպասի, ես գրել եմ այդ մասին։ Անպայման խնդրում եմ դա հենց այդ պոստը տարածեք, քննարկեք եւ այլն, շատ հետաքրքիր է, որովհետեւ իրանք համ 2018-ի թավիշին են մասնակցել
ռուսական արտգործնախարարությունը։ Համ 2020-ի մեր ազգային ազատագրական պայքար ՀՓՇ-ն մցրել են 2021-ի ընտրություններ են սարքել, մեր այս վերջին 5 տարիների պայքարից էլ սարքել են 2026-ի ընտրություններ, դրա համար պարոն Կարապետյան, մենք քանի որ 5 տարի ֆանարիկ տեսած, իսկ 5 տարին տենց մենք արդեն դիպլոմ ունենք ֆանարիկ օլգների եւ այլնի, դուք չեք կարող մեզ հակառակը համոզել ու այստեղ վստահության անվստահության հարց չի, այստեղ ձեր պայքարի պատրաստ լինելու ու պայքարի հենց այն պարամետրերով, որով ձեզ մարտահրավեր ա նետվում, թե ինչ որ այդ մյուս նկարն է, որը նկարում էին Քոչարյանի կուտոկը 2021-ին, իսկ հիմա բոլորիս վրա մունաթ են գալիս ու ինչ որ տենց տվյալ իմ դեպքում անձնական թիրախավորում եւ հետապնդումների են ենթարկում։ Այսքանը շնորհակալ կլինեմ, եթե անդրադառնաք ոչ թե խոսույթով, այլ ազգային ազատագրական պայքարով իմ առաջնորդի մասին ունեցածս պատկերացումը հավասարազոր է մեր առջև ծառացած վտանգին համապատասխան պայքար առաջնորդելու ընդունակ անձին։ Այդպիսի անձ եմ ես փնտրում։ Այսքանը, հաջողություն։